Ես չեմ վաճառվում։ Հայկ ջան, ձեզ համար երկու լուր ունեմ։ Մեկը վատ, մյուսը ավելի վատ։ Վատ լուրն այն է, Հայկ, որ ըստ ձեր տրամաբանության դուք վաճառվել եք։ Ավելի վատ լուրն էլ այն է, որ դուք վաճառվել եք Նիկոլին։ Հավատարիմ եմ իմ ընտրած ճանապարհին։ Ինչ ուզիչ է, Հայկ, սիրտս լցվեց։ Հայկ, դուք պնդում եք, որ բլոգերների կողմից քաղաքական գովազդ անելը վաճառվել է։ Շատ լավ։ Ապա ինչպես կկոչեք նախընտրական շրջանում ապօրինի գույքի բռնագանձման գովազդը։ Դա Նիկոլի հատիկ առ հատիկ քարոզչության գովազդն է։ Հղի կնոջ վրա երթի ենթարկած մարդու դատավճիռը չկատարող դատարանների գովազդը։ Սամվել Վարդանյանի խայտառակ դեպքն իրականացրած ու պատասխանատուներին պաշտոնի բարձրացում տված ոստիկանության գովազդը։ Մարզպետարանների ու Երևանի քաղաքապետարանի գովազդը, որոնք իդեպ անհետացել են ձեր էջից։ 5 անգամ կրկնում եք, որ չեք վաճառվում։ Արդյոք դա ձեր գինը բարձրացնելու համար չէ։ Չվաճառվողը չի աղաղակում դրա մասին։ Նա պարզապես չի վաճառվում։ Կառավարությունը ես եմ։ Կառավարությունը նա է, Հայկ ջան, ինչպես եւ դատարանը, ոստիկանությունը, մարզպետարաններն ու քաղաքապետարանները, որոնց քաղաքական գովազդը ձեզ համար կարծես թե բացառություն է, վաճառվել չէ։ Այս ինստիտուտների գովազդը հենց Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզն է։ Չլինի թե հենց այս վաճառված պիտակը իշխանական պատվեր է։ Ես չեմ խաղում հասարակության ցածր ինֆորմացվածության, մեդիա անգրագիտության, թույլ կետերի հետ։ Հայո, դուք խաղում եք։ Այնինչ դուք անում եք դասական PR գործիքակազմով մեդիա մանիպուլյացիա է, ուղղված մանիպուլացնելու ու մոլորեցնելու ցածր տեղեկատվացությամբ լսարանին։ Ու իդեպ նեյտրալ լինելն այլևս մոդայիկ չէ, իսկ նեյտրալ ձևանալն անիմաստ, քանի որ միշտ կգտնվի ինձ նման մեկը, ով կպատրի ցանկացած երկերեսանի երեսպաշտի դիմակները։ Ու երբ որ դուք կոչում եք քաղաքական գովազդ անող բլոգերներին վաճառված, դուք ոչ միայն ինքներդ ձեզ եք թիրախավորում, այլ նաև ձեր ողջ շրջապատը։ Նրանք էլ զբաղված են էլ ակադեմիական քաղաք, էլ Երևանի քաղաքապետարան ու այլ իշխանական նախագծեր գովազդելով, ԿՊԱ-ականներին PR անելով, իսկ որոշներն էլ особо приближенные к императору։ Եվ երբեք չսպասարկի օտար գերտերությունների օրակարգեր։ Ու դուք անգամ այստեղ եք կրկնում Նիկոլի թեզերը։ Եթե ըստ ձեզ մեր պետությունում կան գերտերությունների օրակարգ սպասարկողներ, ապա տվեք նրանց անուններն ու որպես օրինապահ քաղաքացի հաղորդում ներկայացրեք ԱԱՑ։ Ու իդեպ, Հայկ ջան, ես բլոգեր չեմ, գովազդ չեմ վաճառում, որ ըստ ձեզ վաճառվեմ։ Ես հասարակական քաղաքական գործիչ եմ, ով վաղը այո գնելու է գովազդ բլոգերներից, ովքեր կկիսեն իր գաղափարներն ու պատրաստ կլինեն համագործակցել։ Հայկ, չհամարձակվեք ձեր կեղծ արժեքներով ցենզուրայի ենթարկել դաշտը ու թիրախավորել քաղաքացիական ու քաղաքական դիրքորոշում ունեցողներին։ Ու հա, Հայկ, քաղաքական գովազդ անող բլոգերները չգիտեմ, բայց հայ դուք հաստատ վաճառվել եք։